Խոսքից վերնագիրն այսպիսին է. հավատքից չթուլանալ։ Այսօր մի իրավիճակի մեջ է մեր ժողովուրդը, որը ազդում է այս ծանր վիճակը նաև հավատացյալ ժողովրդին, որովհետև մեր երկիրն է, մեր ժողովուրդն է, որ ցավի նեղության պատերազմի մեջ են, բնականաբար մենք բոլորս այս ցավի մեջ ենք անհանգստացած, թե առազատների, թե ամբողջ մեր երկրի համար։ Եվ երբեմն մարդը բևեռվելով, այսպես ասած, ուղղակի նայելով իր դեմ եղող այսօրվա դժվարություններին, լարվածություններին, պատերազմական իրավիճակին, կարծես մի պահ կարող է թուլանալ հավատքից, շեղվել, անհանգստությունը ավելի մեծ սրտին տիրի եւ մոռանա այն կրթությունը, որ ունի Աստծո հանդեպ ճանաչելու, Քրիստոսին ճանաչելու, որով պիտի հավատար Հիսուս Քրիստոսին եւ այսօր կարողանար հավատքով աղոթք անել։ Այսպիսի մի նմանատիպ վիճակի մեջ էին մի պահ հայտնվել աշակերտները, երբ որ Տերը խոսել էր, որ իր մասին հայտնել, որ պետք է մատնվի եւ չարչարվի, խաչվի, աշակերտների սիրտը թուլացել էր մի պահ։ Եվ Տերը նրանց քաջալերում էր, խոսում էր հետևյալ խոսքերը, որ կկարդամ ձեզ համար Հովհաննեսի ավետարանից 14-րդ գլխի առաջին համարից։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ առաջին համարը։ Ձեր սրտերը թող չխռովեն, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Այնպիսի իրավիճակի մեջ են, որ կարիք կար սա ասելու, ձեր սրտերը թող չխռովեն, փաստորեն խռովել, այսպես ասած, հուսահատվել, տագնապի մեջ էին, լարված էին։ Տերը քաջալերեց այս խոսքերով եւ ասում էր Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Ուշադրություն դարձրեք, խոսում է Աստծո ծրագրի մասին եւ իրեն ճանաչեցնող մտքեր է խոսում Տերը, որը դեղն էր, որ մարդը խաղաղվեր եւ կարողանար Հիսուսին հավատալով աղոթեր եւ խաղաղ լիներ։ Տեսեք ինչ է ասում։ Իմ հոր տան մեջ շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ, ուր որ ես եմ դուք էլ լինեք։ Եվ որտեղ որ ես գնում եմ, գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Տերը այսպես ասենք, սա խոսեց, ես գնում եմ ձեզ արժանի անել այդ տեղին, որ Աստված սկզբից պատրաստել է։ Սակայն արժանի լինել Աստծո արքայության մեջ լինելուն, սա խոսում է նրա մասին, որ դու նաև արժան ես Աստծո առաջին կանգնելու Հիսուս Քրիստոսով։ Տեսեք շարունակությունում 6-րդ համարում եւս մի հարց է խոսում Հիսուսը էլի իրեն մասին ճանաչեցնող, որը մենք բոլորս կրթվել ենք, գիտենք այս արտահայտությունները, կարևոր ճանաչողություններ, որ պետք է օգնեն մեզ հաստատվելու հավատքի մեջ Քրիստոսի հանդեպ։ 6-րդ համարն եմ կարդում նույն գլխի։ Հիսուսը նրանց ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, ոչով չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, որին մենք ունենք, որին մենք ընդունել ենք։ Եվ ահա ասում է ոչով չի կարող գալ հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Մենք Քրիստոսով ենք, որ կանգնում ենք Աստծո առաջին։ Մենք այսօր էլ ենք հոր առաջին կանգնում, աղոթք անելուց, թե ասենք Տեր Հիսուսյանով աղոթում ենք։ Ոչ թե միայն երկինք մտնելու մասին է հարցը, նաև Աստծո առաջին կանգնելու, արժան լինելու Հիսուս Քրիստոսով, նա է ճանապարհը, նա է մեր կյանքը եւ նա է ճշմարտությունը։ Թող օրհնի ձեզ Աստված, հաստատուն լինեք միջև վերջ, չթուլանա բոլորիդ սրտերը։
Հիսուսին ընդունել եք, նրանով եք արժան, որ ձեր աղոթքը լսվի, սակայն իրավիճակների մեջ մարդ մեկ-մեկ տարվում է, նեղությունները նայելով սիրտը թուլանում է, սրա համար սա եմ խոսում, հավատքից չթուլանաք։ Ինչպես որ աշակերտներին էր քաջալերում Տերը այս խոսքերով, փաստորեն այս խոսքերը դեղ էին իր աշակերտների համար, որ զորանային, համարձակ կանգնեին ճշմարիտ հավատքի մեջ եւ չթուլանային։ Եվ նորից հարց է տալիս 8-րդ համարում Փիլիպոսը, որի պատասխանը նույնպես դեղ է մեզ համար։ Փիլիպոսը նրան հարցրեց, ասեց. Տեր հայրը ցույց տուր մեզ եւ բավական է մեզ։ Հիսուս նրան ասեց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինձ չճանաչեցիր, Փիլիպոս, ինձ տեսնողը հորը տեսավ եւ դու ինչպես ես ասում հայրը ցույց տուր մեզ։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը ինձանում։ Եվ այն բանը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այդ գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրն ինձանում, ապա թե ոչ իսկ այն գործերին հավատացեք, այն գործերի համար հավատացեք ինձ։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինձ հավատացողը այն գործերը, որ ես գործում եմ, նա էլ կգործե եւ նրանցից էլ ավելի մեծ բաներ կգործե, որովհետեւ ես հոր մոտ եմ գնում եւ ինչ որ էլ խնդրեք իմ անունով, այն կանեմ, որ հայրը փառավորվի որդումը։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, ես կանեմ։ Աստված ձեզ օրհնի։ Տերը այս խոսքերով բժշկեց աշակերտներին, որ շփոթված էին, խռովված, ինչպես այն ժամանակում արտահայտություններ, մենք ասում ենք շփոթված կամ տագնապած մի իրավիճակի մեջ էին, սակայն սա դեղ էր իր աշակերտներին։ Աշակերտները կարևոր համարելով այս խոսքերը, ինչպես Հովհաննեսը տեսնում եք գրեց ավետարանում Աստծո հոգուց առաջնորդված, որ այսօր այս խոսքերը նաև մեզ համար են դեղ, որ մենք չթուլանանք հավատքից, հավատում ենք Հիսուսին եւ հավատքով պետք է շարունակենք աղոթել մեր անձերի համար, մեր երեխաների համար, մեր երկրի համար։ Օրհնի մեզ Աստված բոլորիս։ Մատթեոսի ավետարանից եմ կարդում 24-րդ գլխից, որ մի դժվար վիճակի մեջ է հայտնվելու իր գալուստից առաջ եղող ժողովուրդը, որ այսօր մենք տեսնում ենք, որը մեր առաջին է։ Մատթեոսի ավետարան 24-րդ գլխի 5-րդ եւ 6-րդ համարներում ասում էր Տերը 4-րդ համարից կարդամ կներեք, 4-ից մինչև 6-ը, այս դժվարություններում եղող ժողովրդին զգուշացումներ էր տալիս Տերը, որը շատ կարևոր էր։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրանց. զգուշ կացեք, որ մեկը ձեզ չխաբե, որովհետև շատերը կգան իմ անունով եւ կասեն ես եմ Քրիստոսը եւ շատերին կմոլորեցնեն։ Մի զգուշացում սա, որ օտար առաջնորդություններ չընդունեք, թեկուզ մարդիկ կլինեն, ասեն ես եմ Քրիստոսը, ես եմ Մոցյալը եւ բաներ կխոսեն, որ ավետարանից չէ, վերագրեն իբրև Սուրբ Հոգուց առաջնորդված են խոսում, ամեն բան չի որ գրված է գրքում, չընդունեք։ Քրիստոս ինչ որ խոսել է, աշակերտները Սուրբ Հոգուց առաջնորդված գրել են, եւ սա նույնպես պահում է, որ մենք մնանք ճիշտ հավատքի մեջ, Քրիստոսի հանդեպ, Հայր Աստծո հանդեպ, Սուրբ Հոգու հանդեպ, ճիշտ հավատքի մեջ լինենք։ Եթե հաջողվի հակառակորդին շեղել մեզ հավատքից, Քրիստոսի հանդեպ սխալ ճանաչողություն ունենանք, ապա ինչ հավատք։ Հավատք կլինի Սուրբ Երամիասության հանդեպ այնպես, ինչպես որ Սուրբ Գիրքն է ներկայացնում։ Ժամանակների մեջ Աստծո ողորմությամբ լսել եք, նայեք, որ իրավիճակներից չթուլանաք, հավատքից չշեղվեք։ Ձեր ունեցած հավատքը Քրիստոսի հանդեպ այն գիտությամբ է, որ Աստվածաշնչով ճանաչում եք Քրիստոսին։ Դա է հավատքի հիմքը, Տիրոջ խոսքը։ Եվ 6-րդ համարը կարդամ, տեսեք, շարունակում եմ. Պատերազմներ եւ պատերազմների համբավներ կլսեք, զգուշ կացեք, որ չշփոթվեք, որովհետեւ ամենը պետք է լինի, բայց դեռ վերջը չէ։ Այսպես ասենք, պատերազմները լուրջ անհանգստություն են մարդկանց համար, վտանգ, կյանքեր են խլում, եւ սա մարդկանց սիրտը շփոթության է տանում, իհարկե, շփոթված մարդը, տագնապած մարդը, ասենց պանիկայի մեջ, այսպես ենք մենք արտահայտվում շատ անգամ, այն, որ հավասարակշռությամբ պիտի իրեն պահի, կորցնում է։ Այսպես էլ հավատքի մարդը, եթե տագնապած է, շփոթված է, ուզում է աղոթք անել իր ընտանիքի, իր երկրի համար,
Եթե շփոթված է, կարող է աղոթել, բայց իր աղոթքի հիմքը հավատքի խոսքը չլինի։ Շփոթված է։ Դրա համար պետք է այսպես չլինի մարդը, Տերը ինչպես որ խոսեց, ինձ հավատացեք, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ձեր աղոթքը նրանով է, նրա անունով է, որ բարձրանալու է։ Ինչ որ իմ անունով խնդրեք, կանեմ այն։ Հանգիստ եղեք, չշփոթվեք, դժվարություն եք լսում, տեսնում, աղոթեք Տերը հաղթություն տա մեր երկիրն ազատի այս դժվար վիճակներից։ Ինչ անհանգստություններ որ կա, տարբեր անհանգստություններ այսօր ունեք։ Բերեք Աստծո առաջին վստահությամբ, որ Աստված ձեզ լսում է, Տեր Հիսուս ձեզ լսում է։ Միայն թե Տիրոջ կամքի անմատ աղոթքներ արեք, Ավետարանի խոսքի անմատ աղոթքներ անեք։ Այսպիսով, եթե հաջողվի չարին կամ շփոթեցնող, մոլորեցնող մարդկանց Քրիստոսի մասին ճանաչեցնող այն խոսքերը, որ դու ունես, մոռանաս, ուրիշ գաղափարներով սկսես Աստված անուն տալ կամ այդ դեպքում քո աղոթքը այնպես չի լինի, ինչպես որ Քրիստոսի անունով աղոթողը պիտի աղոթեր։ Եվ մյուսը, շփոթված մարդը, տագնապի մեջ լինող մարդը չի կարողանում կենտրոնանալ եւ այն հավատքը, որ Աստծուց պարգևված է, սուրբ գրային հիմքերով ունի, շփոթված մարդը չի կարողանում դա բերել Աստծո առաջին, Աստծո կամքի անմատ Հիսուսի անունով աղոթել։ Տագնապը խանգարում է, հավասարակշռված եղեք եւ հավատքից չթուլանաք։ Մեկ ուրիշ փորձություն մեջ կարող է մարդը ընկնի, եթե մոռանա այն գործերը, որ Աստված արել է իր կյանքում, որը նպաստում է միշտ կարողանա Տիրոջ մեծությունը տեսնել։ Տեսեք, Մատթեոսի ավետարանի 16-րդ գլխից էլի կարճ հատված կարդամ, մինչ այդ հատվածը կարդալ, ես ձեզ հիշեցնեմ, մինչև 16-րդ գլուխը, ուրեմն 2 անգամ մեծաքանակ ժողովրդի տարբեր ժամանակներում մինչև 16-րդ գլխի խոսքը Տերը հաց բազմացրեց եւ կերակրեց ժողովրդին։ Եվ աշակերտներն իրենց ձեռքով բաժանեցին ժողովրդին հացը եւ ձուկը, որ Տերը բազմացրել էր։ Սակայն երբ որ աշակերտները նավը նստեցին Տեր Հիսուսի հետ եւ առանձին պետք է ծովակի մյուս ափ անցնեին, այդ զրույցն եմ ուզում ձեզ համար կարդալ։ 16-րդ գլխի 5 համարից մինչև 12-րդ համարը։ Նրա շակերտները այն կողմը գնալիս մոռացան հաց վեր առնել։ Եվ Հիսուսը նրանց ասեց. տեսեք եւ զգուշ կացեք փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից։ Իսկ նրանք իրենց միջումը միտք էին անում եւ ասում, թե հաց չենք վեր առել։ Այսինքն սա են մտածում, հաց չենք վերցրել մեզ հետ, դրա համար էլ Տերն ասում է նրանց խմորից զգուշացեք։ Եվ Հիսուս այս իմանալով ասեց. ինչու եք միտք անում ձեր միջում, թե թերահավատներ, թե հաց չենք վեր առել։ Տակավին չեք իմանում եւ չեք էլ հիշում այն 5 հացը 5000 մարդկանցը եւ քանի քթոց վեր առաք։ Ոչ էլ այն 7 հացը 4000 մարդկանցը եւ քանի զամբյուղ վեր առաք։ Ինչպես չեք իմանում, որ հացի համար չասեցի ձեզ զգուշ կենալ փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից։ Այն ժամանակ հասկացան, որ չասեց հացի խմորից զգուշ կենալ, այլ փարիսեցիների եւ սադուկեցիների վարդապետությունից։ Տիրոջ անհանգստությունը առաջին հերթին սուտ ուսմունքների համար էր, որ զգուշ լինեն Աստվածաշնչի, ինչպես այսօր մեզ համար Աստվածաշնչից դուրս ուսմունքներ մենք չընդունենք, ինչպես որ նրանց էր զգուշացնում մոլորեցնող ուսմունքները, որ փարիսեցիները եւ սադուկեցիները ունեն, դրանց վարդապետությունը չընդունեք, զգուշ եղեք։ Բայց տեսեք, աշակերտների մեջ ինչ էր կատարվել։ Նրանք հաց չէին վերցրել, Տիրոջ ասածը փոխաբերական այդ իմաստ ունեցող խոսքը, անմիջապես նրանք ճիշտ չհասկացան, այլ ուղղակի վերագրում էին, թե հացի մասին է անհանգստանում Տերը, որովհետև իմացա, որ հաց չենք վերցրել։ Մոռացել էին, որ հաց է բազմացրել։ Շատ անգամ մեր կյանքում Տերը բազում օրհնություններ, վկայություններ է տալի, որ մեզ հետ է, հաջողություն է տալիս, նույնիսկ եղանակ է փոխում իր ժողովրդի համար։
Ժողովուրդ երկինք է բացում, անձրև է տեղում իր ժողովրդի խնդրանքով, հաց ու ջուր է տալիս, աշխատանք է տալիս, եւ այս տարիների մեջ որքան անգամ Աստծուն հավատացող ժողովուրդները Աստծո պաշտպանությունը տեսան, հավատքով խնդրեցին եւ տեսան։ Մեր երկիրը տարիների մեջ ազատվեց պատերազմից, լուրջ պատերազմական վտանգից էլի աղոթքով խնդրեցինք եւ Տերը ազատեց, այսօր էլ կազատի։ Հաց ու ջուր տվեց, տարբեր նեղություններից իր ժողովրդին խնամքարեց եւ շատ-շատերը վկայում էին։ Եվ եթե ձեզ ամեն մի անհատին հնարավորություն տրվի պատմեք ձեր կյանքում եղող Տիրոջ հրաշքները, երևի օրեր կպատմեք ու չեք կարող լռել։ Բայց երբ որ մի ուրիշ փորձություն է հանդիպում, մարդիկ շփոթվում են, մոռանում իրենց կյանքում Աստծո գործերը, որոնք խոսում էին մասին, որ Աստված մեզ հետ է։ Հիսուս մեզ հետ է իր խոստման պես, որ ասեց ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ։ Մատթեոս ավետարանի 28-20 խոսքն է սա, այս խոստման ետևում կանգնած է Տերը։ Մեզ հետ է մինչև աշխարհի վերջ եւ գործով դա ապացուցել է։ Հավատքից չպետք է թուլանանք, իրավունք էլ չունենք թուլանալու, որովհետեւ Տերը գործել է մեզ հետ մեծ զորությամբ։ Եսայի մարգարեի գրքում խոսում էր Տերը, այդ ժամանակ ուրիշ մի նեղության մեջ էին ժողովուրդը, այսպես է ասում, նեղության, վտանգի, մարդկանցից սպառնալիքի վտանգ կար, վախի մեջ էին։ Եսայի մարգարեի գրքի 51-րդ գլխից եմ կարդում 12 եւ 13 համարները, 51-րդ գլուխ 12-ից 13 համարները։ Ես եմ ձեզ մխիթարողը, դու ով ես, որ վախենում ես մահկանացու մարդուց եւ մարդի որդիից, որ խոտի նման է շինված, եւ մոռանում ես քեզ ստեղծող Տիրոջը, որ տարածում է երկինքը եւ երկիրը հաստատում, եւ վախենում ես միշտ ամեն օր բռնավորի բարկությունից, որ կարծես թե պատրաստ է քեզ կորցնել, բայց ուր է բռնավորի բարկությունը։ Իր շարունակությունում խոսում է, որ Տերը ազատել է արդարին բռնավորի բարկությունից, բռնավորի ձեռքից։ Աստված ձեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Քաջ եղեք, Տերը ձեզ հետ է, Տերը ձեր խնդրանքները լսում է եւ լսելու է այսօր էլ։ Հավատքից մի թուլացեք, ինչպես Հիսուսն ասեց, թող ձեր սրտերը չխռովեն, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Եվ դուք արժանացել եք Քրիստոսի անունով Աստծո առաջին կանգնել, Աստծո արքայությունը ձերն է։ Դուք Աստծունն եք, Աստված ձերն է։ Եվ Տեր Հիսուս ասում է, իմ անունով ինչ որ խնդրեք, կառնեք։ Այս խոսքերը զորացնում են մեզ, քաջալերում են մեզ։ Տերը օրհնի ձեզ, ժողովուրդ ջան։ Խնդրենք հիմա այս աղոթքում, Աստված զորացնի բոլորիս, հաստատի մեր սիրտը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա ունեցած մեր հայտնությունները, գաղափարները, ինչ որ Աստծո խոսքով բացահայտվել է, չպիտի մոռանանք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խնամքը, ինչ որ մեզ համար արել է, դրանք ոչ միայն այդ նեղության օրերի համար էր, նաև որ այսօր մենք վստահ լինենք, որ Տերը ինչպես այդ նեղության օրերում մեզ հետ էր, այսօր էլ մեզ հետ է։ Տերը ձեզ օրհնի։